Երկրորդ ամիսն է պոլիկլինիկաներից հնարավոր չի լինում ստանալ առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներին տրամադրվող ինսուլինը եւ գլյուկոզայի չափման թեստ երիզները։ Ծնողները խնդիրը փորձում են լուծել իրենց ունեցածից, մյուսներին փոխանցելով։ 4-5 հոգու արդեն նովոռապիդ եմ տվել։ Ոչ մեկ հավատացեք առանց ինսուլինի չի մնացել։ Շատ մամաներ նվիրում են, անվերադարձ, որոշները տալիս են որպես փող։ Մեկս մյուսիս օգնելով ապրեսնում ենք այս երեխաներին։ Երկու սրվակ տալիս են, ասում են բանը կզանգեք, էլի կտանք։ Ծնողներ ունեն, որ խոսքի երկար ճանապարհ կտրելով գալիս հասնում են հիվանդանոց, ու ասում են, գիտես, ասում են, մենք դեղ չունենք։ Առողջապահության նախարարությունից Նյուզեեմին հայտնեցին, որ երկարատև ազդեցությամբ ինսուլինային անալոգները տրամադրվել են 3 ամսվա համար, իսկ կարճատև ազդեցությամբ 1 ամսվա կտրվածքով։ Արտադրող ընկերությունը նախարարությանը տեղեկացրել է, որ արտադրության ու մատակարարման խնդիրներ կան, տեղը ստանալու ու բաշխելու ուղղությամբ առողջապահության նախարարությունն ակտիվ աշխատում է։ Թեստ երիզների քանակի ավելացում լիներ, տրամադրեին թևի սենսորներ, որպեսզի մեր երեխաների մատիկները օրը 10 անգամ չծակեինք, դուք պատկերացնում եք ինչ ստրես է, էլի, ցան է լինում, այսպես ասած մատիկների վրա վերքեր է լինում։ 1 ամսվա համար նախարարությունը տրամադրում է 100 հատ թեստ երիզ։ Ծնողները խնդրել են ավելացնել, հասցնել 200-ի։ Նախարարությունից հայտնեցին, որ այդ ուղղությամբ կատարվել են աշխատանքներ։ Շատերը բողոք։ Լիաննա Վանեսյանի դստեր մոտ շաքարային դիաբետն ախտորոշվել է 2 տարի առաջ։ Ցավոք սրտի շատ հոգսեր կա։ Լիաննան ասում է, անտեսված են շաքարային դիաբետ ունեցող երեխաները։ Եվրոպական երկրների Ռուսաստանի հետ համեմատվել չի էլ ուզում, բայց անգամ տարական բաներ այստեղ չեն կարողանում ստանալ։ Ասեղի 5 միլի չկա, հիմա տեսեք 4 միլին իմ աղջկան փոքր է, 8 միլին ցավացնում է, կապտուկները առաջանում։ Ես ասում եմ 5 միլի եղածը ինչ է, ասեղի չկա։ Հետո գլյուկագոնը հիպոների համար։ Կոպեկներ արժե, բերեք էլի այդ գլյուկոզայի հաբերը, ացետոնի թեստ երիզները ընդհանրապես չկա։ Մարդ չգիտի ստրիպ առնի լրացուցիչ, մարդ չգիտի ինսուլին գնի, ոչ մի բան չգիտեք, այդ տարական հացի խնդիրը կա, որ մարդ չի կարողանում լուծել։ Ալինայի դուստրը շաքարային դիաբետ ունի 7 տարի։ Գորիսից ստիպված տեղափոխվել է մայրաքաղաքին մոտ, Չարենցավան։ Ասում է, մարզերում նաև մասնագետների լուրջ խնդիր կա։ Ցավալի թեմա է, որ տվյալ մարզում հիվանդանոց չկա, պոլիկլինիկայում այդ բանը էնդոկրինը չկա, ու հետո որ մի բան է լինում, անգամ իմ երեխայի պահով ասեմ, որ ատամները անգամ ամեն բժիշկ ռիսկ չի անում, որ երեխային վերցնի իր հսկողության տակ, ասում են դիմեք ձեր մուրացանի ատամնաբուժին, կամ ինչ որ մի բան լինում, ասում են, այ շաքարային դիաբետ ունի այս երեխան, դա մեր հսկողությունից վեր է։ Խնդիրները շատ են, բայց ծնողներն ավելի շատ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից են դժգոհում։ Ասում են, հաշմանդամության կարգի տրամադրման նոր մեթոդաբանության պատճառով շատերը նպաստից զրկվում են։ Ահա որ մենք վրդոված ենք 22 թվականին։ Շատ հեշտ ու հանգիստ թոշակավորվել է իմ երեխան փառքաստու։ Ոչ մի խնդիր չի եղել մինչև 18 տարեկանը, բայց հիմա վերցրել են բոլորին անխտիր 23 թվականից սկսած անխտիր բոլորին կտրում են։ Նպաստ ստանալու համար ֆունկցիոնալ խանգարումը պետք է 25%-ից ավելի լինի։ Ասում եմ, պետք է մի քանի օրգանները վնասված լինի, որպեսզի այդ երեխան ինչ է նշանակում վնասված լինի։ Այսինքն ոնց Աստված ուչած կիսամեռ պետք է վիճակում լինես, որպեսզի այդ երեխային ինչ որ 2 կոպեկ։ Երեխաներից մեկը ասում է ինքը միջանցքում ուշագնաց եղավ, մտավ կաբինետ, դուրս եկավ, երեխին կտրեց։ 39,000 դրամ նպաստը ծնողները չնչին գումար են համարում շաքարային դիաբետ ունեցող երեխաների խնամքը կազմակերպելու նպատակով։ Դա բավական բարդ է եւ ծախսատար, ու խոսքը միայն դեղորայքի մասին չէ։ Հարկավոր է հետևել սննդակարգին, ապահովել հանգիստը, զբաղվել սպորտով։ Ծնողները ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամների անհարգալից, երբեմն նույնիսկ նվաստացնող վերաբերմունքից են դժգոհում։ Որ պետք է գլյուկոմետրը առաջինը վերցնեն, նայեն, տեսնեն երեխայի վիճակը ինչպիսին է, ասում են ՊՊԶ, կանգնի, հելի, նստի, այս աթոռը բարձրացրու, որ դա ընդհանրապես շաքարի հետ կապ չունի։ Իրանց այդ կոշտ ու կոպիտ վերաբերմունքից շատ մամաներ լացելով են դուրս գալիս։ Կոմիսիայի ժամանակ վիրավորում են երեխեքին, ասում են մամա ջան, դուք գնացեք ձեր երեխան առողջ, այսի ապրելակերպ է։ Ժողովուրդ ջան, սա ապրելակերպ չէ, սա պայքար է ապրելու համար։
Ամենայն դեպս Հայաստանում սա պայքար է։ Այս խնդիրների մասին նախարարություններում տեղյակ են։ Մարտի 26-ին առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների ծնողները հանդիպելու են առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարների հետ։ Հուսով են, իրենց բարձրացրած խնդիրները կլուծվեն։